մեղադրյալ Լիդիա Սրբազան պայքարի գործով անցնող Լիդիա Մանթաշյանի կալանքը դատավորը վերացրել է։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է վարչական հսկողություն եւ 2.5 միլիոն դրամի գրավ։ Մեկ շաբաթ առաջ դատախազները դեմ էին Մանթաշյանի ազատ արձակմանը, պնդում էին, թե կա ռիսկ, որ ազատության մեջ Մանթաշյանը կխոչընդոտի գործի քննությանը եւ նույն այսօրվա դատավորը Կարեն Ֆարխոյանը Լիդիա Մանթաշյանի կալանքը երկարացրել էր 3 ամսով, ինչը հանրային դժգոհության մեծ ալիք էր առաջացրել։ Մի խումբ հոգևորականների այն հայտարարությանը, որով դժգոհություն էին հայտնել Արշակ arczepiskopos Խաչատրյանին վերագրվող տեսանյութերի վերաբերյալ ու կոչ էին արել եկեղեցու հավատացյալ նվիրյալ զավակներին միանալու սրբություն սրբոց Մայրաթոր Սուրբ Էջմիածինը սրբապիղծ հոգևորականից եւ նրա մեղքը կիսողներից մաքրելու գործին այսօր անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախ ողջունել այն ու հետո նշել, որ հենց այսօր պատրաստ է հանդիպել հոգևորականների հետ ու քննարկել հարցի հնարավոր լուծումները։ Այս հայտարարությունը նախ ցույց է տալիս, որ մեր եկեղեցում կան հոգևորականներ, ովքեր նախանձախնդիր են եկեղեցու հոգևոր առաքելության իրականացման գործում եւ ես իհարկե սրբազան հայրերի համաձայնության դեպքում հենց այսօր նրանց կհրավիրեմ հանդիպում կխնդրեմ, որպեսզի նաև նրանց դիրքորոշումները, մոտեցումները հայտարարությունից բխող ավելի մանրամասն հասկանա։ Հայտարարությունում մասնավորապես ասվում է, որ փորձագիտությամբ հաստատվել է Մայրաթորի դիվանապետ Արշակ Խաչատրյանին վերագրվող տեսանյութերի իսկությունը, որը ներկայացվել է Գարեգին II-ին։ Հայտարարության տակ 1 տասնյակից ավել անուններ ու ստորագրություններ կան, որոնց թվում է նաև Սերովբե եպիսկոպոս Իսախանյանի անունը։ Նա Մայրաթորի բակում լրագրողներին հայտնել է, թե չի ծանոթացել հայտարարությանը եւ տեղյակ չէ, թե ինչպես է իր անունը հայտնվել հայտարարության տակ։ Կարծում եմ դա մի այնպիսի տեքստ է, որ մեծ հավանականությամբ պետք է ոչ միայն ծանոթանալ, այլ շատ ուշադիր ամեն բառի վրա մտածել, հասկանալ ինչ են իմ հոգևոր եղբայրները գրել եւ ինչ է պահանջը։ Չեմ կարող արտահայտվել մի բանի մասին, որի բովանդակությունը ամբողջապես չեմ տիրապետում, ինձանով չեմ յուրացրել, գուցե վրայով անգամ անցել եմ, կարդացել եմ, բայց չեմ յուրացրել։ Այս ժամանակ պետք ունեմ, որպեսզի ամբողջովին կարողանամ։ Սրբազան, այսինքն ձեր ասածից ճիշտ ենք հասկանում, որ եթե դուք տեղյակ չեք, սակայն ձեր անունը այդտեղ է, խոսում է այդ փաստաթղթը կեղծ լինելու մասին եւ իշխանությունների ձեռքին գործիք է դարձել։ Չեմ կարող ասել։ Ես ոչ եթե տեղյակ չեք, բայց ձեր անունը այդտեղ է, այսինքն առանց ձեզ հարցնելու ձեր անունը նշել են այդտեղ։ Իմ անունը կա այդտեղ, բայց իմ ստորագրել ավելի շատ։ Նիկոլ Փաշինյանը հավատացրել է, որ չի վախենում Սամվել Կարապետյանի առաջնորդած ուժի։ Նա մեկնաբանել է նաև լրատվամիջոցների տեղեկությունները, թե հրաման է տվել ոչ մի դեպքում չգրանցել մեր ձևով շարժման կուսակցության հայտը։ Հայաստանի Հանրապետությունում կան իրավական ընթացակարգերով է պետք առաջնորդվել։ Հիմա եթե ինչ-որ մեկ ուզում է իրեն ներշնչել, որ ես ինչ-որ մեկից վախենում եմ, դա իր խնդիրն է։ Եվ ելի ասել եմ, ես ունեմ շատ մեծ վստահություն 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին հետ կապված այնքանով, որ վստահ եմ, որ այդ խորհրդարանական ընտրություններում Հայաստանի Հանրապետության ժողովուրդը, քաղաքացիները միանշանակ եւ աներկբա հաղթանակ կտանեն։ Մեր ձևով շարժումը անդրադարձել է Փաշինյանի այն հայտարարությանը, թե ինքը չի վախենում Սամվել Կարապետյանի առաջնորդած ուժից։ Շարժման հայտարարության մեջ ասված է, որ մեջբերում Փաշինյանը կորցրել է ժողովրդի վստահությունը ու չի տիրապետում իրավիճակին։ Շուտով նա կկորցնի նաև իշխանությունը ու ինչպես իր վերջին ուղերձում Սամվել Կարապետյանն էր ասել, ընդամենը մի քանի ամսից շնորհավորելու ենք իրար արդարության հաղթանակի արժանապատվության, վերականգնման, չարիքի պարտության ու Հայաստանի համար նոր բարեկեցության ու խաղաղության ժամանակաշրջանի սկզբի կապակցությամբ։ Իդեպ մեր ձևով ժողովրդական շարժման անդամները աշխատանքային այցով Ստեփանավանում են եղել։ Յուլագարակ գյուղում շարժման անդամները շրջել են գյուղով, բնակիչներին ներկայացրել շարժման կողմից առաջարկվող հանրապետության մարզային համայնքների եւ գյուղական բնակավայրերի զարգացման տեսլականը, ինչից հետո ներկա են գտնվել Ստեփանավան համայնքում շարժման գրասենյակի բացմանը։ Եթե կաթի գինը, ոչ թե ասում եմ վաղը զավոդին ասում եմ, всё, վաղը այսքանով ես վերցրել։ Եթե պետությունը սուբսիդավորում է կաթի գինը 40 դրամով, կաթի գինը 130-ից դառնում է 160, 170։
դա նստում է պետության վրա, այդ իրանց ծախսած 50 միլիարդ դրամից ընդամենը 20-ը 50 միլիարդ գյուղատնտեսությանը փող են տալիս։ Իմ ասած ինչը, եթե պետքա բան չփոխենք ձեր կյանքում, գնանք մեր գործերով, մեր համար հաստատ լավ գնում է ամեն ինչ։ Պետքա մի բան փոխենք, կամ չենք մտնում, բան չենք փոխում, եթե չենք փոխելու, մեզ ոչ մի բան իշխանության մեջ չկա, որ մենք չունենք այս պահին։ Փաշինյանը կրկին մոռացել է ազգային ժողովում արած իր հայտարարությունները։ Ես եմ տվել հրաման հետ քաշվելու, Վաղարշակ Հարությունյանը իրականացրել է այդ հրամանը։ Այս հայտարարությունից 4 տարի անց այսօր Նիկոլ Փաշինյանը ճեպազրույցի ընթացքում հստակ նշել է, որ ինքը երբեք Հայաստանի ինքնիշխան տարածքից զորքերի հետ քաշման հրաման չի տվել։ Ես երբեք որևէ հրաման չեմ տվել Հայաստանի Հանրապետության որևէ ինքնիշխան տարածքից Հայաստանի Հանրապետության որևէ զորքի հետ քաշման մասին։ Սա առաջինը։ Երկրորդին գործողությունները քննվել են, այն մնացած մասերով թող էլի քննվեն, թող անընդհատ քննվեն եւ այդպես շարունակ։ Փաշինյանը ճեպազրույցի ընթացքում նաև շեշտել է, որ պատերազմի ընթացքում իր գործողությունները բազմիցս քննվել են, այդ թվում նաև ժողովրդի կողմից 2021 թվականի խորհրդարանական արտահայտ ընտրությունների արդյունքներով։ Դիլիջանի անտառային հրդեհների մասին վերջին պաշտոնական տեղեկությունը ներքին գործերի նախարարությունը հայտնել է առավոտյան 8-ին այդ ժամի դրությամբ Դիլիջանի ոլորանների եւ Լեռնային Հայաստան առողջարանին մոտակա անտառներում բռնկված հրդեհները ամբողջությամբ մեկուսացվել են։ Համացանցում կադրեր են հրապարակվել, թե ինչպես են Դիլիջանի անտառային հրդեհներից փախչում արջերը։ Նյուզեմի գործընկերների հետ զրույցում Տավուշի մարզպետը հավատացրել է, որ հրդեհների վերաբերյալ անհանգստություն չունի, իսկ Դիլիջանի համայնքապետի վառվող անտառում ծխախոտը ձեռքին լայվ մտնելու մասին մարզպետը խոստացել է առանձին հարցազրույց տալ։ Ղրղստանի մայրաքաղաքում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովում կառույցի անդամ երկրների առաջնորդները Հայաստանի ու Ադրբեջանի մասին հռչակագիր են ընդունել։ Հռչակագրի տեքստում մասնավորապես ասվում է. «Մեջբերում մենք գոհունակությամբ ենք նշում Հայաստանի եւ Ադրբեջանի միջև ակտիվ միջպետական երկխոսությունը։ Մենք կողմ ենք համապարփակ կարգավորմանը եւ կողմերի միջև անվերապահ խաղաղության պայմանագրի արագ կնքմանը»։ Թուրքիայի ազգային անվտանգության խորհուրդը Էրդողանի նախագահությամբ քննարկել է Ադրբեջանի եւ Հայաստանի միջև խաղաղության գործընթացում վերջին դրական զարգացումները, հայտնել է CNN թուրքը։ Ավելի վաղ այդ երկրի արտգործնախարարը ուղիղ հայտարարել էր, որ Հայաստանի հետ սահմանի բացման դիվանագիտական հարաբերությունների հաստատման համար Անկարան Երևանից ակնկալում է սահմանադրության փոփոխություն եւ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրում։ Հայաստանը դադարեցնում է հնդկական Տեջաս կործանիչի գնման բանակցությունները օդանավի Դուբայի ավիաշոուի ժամանակ վթարի պատճառով։ Այս մասին գրում է իսրայելական Єրուսալիմ Post պարբերականը։ Ըստ աղբյուրի Հայաստանը պատրաստվում էր 1.2 միլիարդ դոլարով 12 ինքնաթիռ գնել։ Սա պետք է լիներ այս տեսակի կործանիչների արտահանման առաջին խոշոր միջազգային գործարքը։ Իսրայելական պարբերականին այս տեղեկությունը հետաքրքրել է նաև այն պատճառով, քանի որ կործանիչի մի շարք մասեր իսրայելական արտադրության են ու եթե Հայաստանը վերջնականապես չեղարկի գործարքը, իսրայելական ընկերությունը կկորցնի տասնյակ միլիոնավոր դոլարների ակնկալվող եկամուտ։ Պետական եկամուտների կոմիտեն եւ ազգային անվտանգության ծառայությունը կանխել են Բագրատաշեն անցակետով մաքսային հսկողությունից թաքցված խոշոր չափերի տաքացվող ծխախոտի արտահանման փորձ։ Կենդանիների տեղափոխման համար նախատեսված դատարկ բեռնատարի ռենտգեն զննման արդյունքում հայտնաբերվել են բեռնատարի պատերում ձևավորված խոռոչներ։ Խորը զննման ընթացքում հայտնաբերվել է մոտ 22300 տուփ թաքցրած տաքացվող ծխախոտ։ Մոսկվայի հայկական Սուրբ Խաչ եկեղեցում նոյեմբերի 26-ին տեղի է ունեցել լեգենդար ֆուտբոլիստ եւ մարզիչ Նիկիտա Սիմոնյանի հոգեհանգիստը։ Արարողությունը հանդիսապետել է Ռուսաստանի եւ Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Տեր Եզրաս arczepiskopos Ներսիսյանը։ Նիկիտա Սիմոնյանը մեզ թողեց իր մեծ մաքուր հոգուլույսը, որպես հայ ժողովրդի արժանի զավակ նա ապարծանքով իրեն հայ էր անվանում, նույն այդ սիրով սիրում էր նաեւ Ռուսաստանը եւ այդ սերը փոխադարձ էր, ասել է Եզրաս Սրբազանը։ Մենք
Большое спасибо, уважаемые друзья. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՀԱՊ գագաթնաժողովում հայտնել է, որ 2026 թվականի հունվարի 1-ից սկսած երկիրը կստանձնի կազմակերպության նախագահությունը։ Այն կանցկացվի հավաքական անվտանգություն բազմաբևեռ աշխարհում կարգախոսի ներքո։ Մոսկվան կշարունակի ամրապնդել կազմակերպության պաշտպանական ներուժը եւ առաջարկում է մեկնարկել ՀԱՊ ուժերը ժամանակակից ռուսական զենքերով զինելու ծրագիր։ Պուտինի խոսքով դրանք ապացուցել են իրենց արդյունավետությունը մարտական գործողությունների ժամանակ։ Մենք մտադիր ենք հատուկ շեշտը դնել պաշտպանական արդյունաբերության ձեռնարկությունների միջև համագործակցության խորացման վրա, ասել է նա։ Ռուսաստանը նախատեսում է համատեղ վարժանքներ անցկացնել զորամասերի եւ հատուկ ծառայությունների համար։ Региональную. Սպիտակ տան մերձակայքում զինված հարձակման հետևանքով զոհվել է ԱՄՆ-ի ազգային գվարդիայի 2 զինծառայող։ Գլխավոր կասկածյալը Աֆղանստանի 29-ամյա քաղաքացին է, որը երկիր է մուտք գործել 2021 թվականին։ Հարձակումը տեղի է ունեցել նախագահի նստավայրի մոտ գտնվող այգում։ Դեպքից հետո Սպիտակ տանը հայտարարվել է արգելափակում։ Դոնալդ Թրամփը կատարվածը որակել է որպես ահաբեկչական ակտ։ Վերջին վարչակազմը թույլ տվեց ամբողջ աշխարհից 20 միլիոն անհայտ եւ չստուգված օտարերկրացու գալ այստեղ այնպիսի վայրերից, որոնց մասին դուք նույնիսկ չեք ուզում իմանալ։ Ոչ մի երկիր չի կարող հանդուրժել իր գոյատևման համար նման ռիսկ։ Իր ելույթում Թրամփն ասել է, որ պատերազմի նախարարությանը հանձնարարել է Վաշինգտոնի պաշտպանության համար մոբիլիզացնել լրացուցիչ 500 զինվոր։ ԱՄՆ-ի փոխնախագահ Ջեյ Դի Վենսը ելույթի ընթացքում հայտարարել է, որ իրենք դեռևս չգիտեն կրակոցների դրդապատճառը։ Ներքին անվտանգության նախարարությունը հաստատել է, որ կասկածյալը ԱՄՆ է մտել Աֆղանստանից տարհանված քաղաքացիների ընդունման ծրագրով, երբ ամերիկյան զորքերը դուրս բերվեցին այնտեղից եւ իշխանությունն անցավ Թալիբանին։ Զինված հարձակման դեպքն անմիջապես անդրադարձել է ԱՄՆ-ի ներգաղթային քաղաքականության վրա։ Կասեցվել է Աֆղանստանից մուտքի նոր հայտերի ընդունումը։ Թրամփը նաև հանձնարարել է ստուգել Աֆղանստանի բոլոր այն քաղաքացիներին, որոնք եկել են Բայդենի նախագահության օրոք։ Եվրամիության արտաքին գործերի երագույն ներկայացուցիչ Կայա Կալասը սխալ պատկերացում է անվանել այն միտքը, որ Ուկրաինան պարտվում է մարտադաշտում։ Սա հենց այն է, ինչի վրա մենք աշխատում ենք, շեշտել է նա։ Դիվանագետն ասել է, որ կրակի լիակատար եւ անվերապահ դադարեցումը պետք է դառնա առաջին քայլը դեպի խաղաղ կարգավորում։ Սակայն այս պահին նրա խոսքով որևէ նշան չկա, որ Ռուսաստանը լրջորեն պատրաստ է Ուկրաինայում ռազմական գործողությունների անհապաղ ավարտին։ Ըստ նրա, ռուսական կողմը պետք է ստիպված լինի կրճատել իր զինված ուժերը։ Հոնկոնգի բնակելի համալիրում բռնկված ՀԴՀ դարձել է քաղաքի պատմության ամենամահացուներից մեկը։ Թայպո բնակելի համալիրի ավերածությունների հետևանքով զոհվել է մոտ 50 մարդ, այդ թվում 1 հրշեջ։ Ավելի քան 100-ը վիրավորվել են, անհետ կորած են համարվում 279։ ՀԴՀ տագնապալի արագությամբ տարածվել է բարձրահարկ մի քանի շենքերի վրա, որոնք այդ պահին վերանորոգվելից են եղել։ ՀՇ ծառայության տվյալով բամբուկի կառույցներով եւ պաշտպանիչ ցանցերով պատված լինելու պատճառով կրակն արագ է տարածվել։ Շինարարական երկու ընկերության տնօրեն եւ 1 խորհրդատու ինժեներ ձերբակալվել է չնախատեսված սպանության կասկածանքով։ Ռուսաստանի ազգային դաշնության ծառայությունը կանխել է ահաբեկչական հարձակում։ Սևաստոպոլում 57-ամյա բնակիչը ձերբակալվել է ռազմածովային ուժերի 300-ամյակին նվիրված հուշատախտակի պայթեցումը պլանավորելու համար։ Տղամարդը նաև տեղեկություններ է հավաքել ռուսական ռազմական օբյեկտների գտնվելու վայրի եւ հրետակոծության հետևանքների մասին։ Մոսկվայի մետրոպոլիտենում մի ուղևոր բռնել է տղամարդուն, որը կնոջ պայուսակից հեռախոս էր հանել եւ փախչել։ Տուժածկինը փորձել է կանգնեցնել հանցագործին, սակայն սայթաքել եւ ընկել է։ Այդ պահին դեպքի վկաներից մեկը նետվել է հանցագործի հետևից։ Տղամարդը հասցրել է բռնել կասկածյալին շարժասանդուղքի վրա եւ հանձնել նրան ոստիկանությանը։ Կողացված հեռախոսը հայտնաբերվել եւ առգրավվել է։ Չինաստանում կինը գեղարվեստական կերպարների տեսքով քաղցրավենիքի տաղավար է բացել։ Նկարիչ Զենգը Պարս Կրեպը վերածել է արվեստի գունագեղ կտավի եւ ստացել կրեպ արվեստի տիտղոս։ Նկարչության նախկին ուսուցչուհին ամուսնու հետ սկսել է իր յուրօրինակ նախագիծը համատեղելով արվեստն ու սնունդը։ Զենգը օգտագործում է բնական նյութերից պատրաստված շոկոլադի օշարակ, թարմ մրգեր, ձու, կաթ եւ բանջարեղեն, ստեղծելով վառ գույներով քաղցրավենիք։ Հաճախորդները հաճախ խնդրում են իրենց սիրելի մուլտֆիլմերի ու անիմեի կերպարները պատկերել։ Մեծ հերթերի պատճառով որոշ երկրպագուներ սպասում են մինչև անգամ 5 ժամ, որպեսզի ստանան արվեստի իրենց ստեղծագործությունը։ ՆԱՍԱ-ն պատրաստվում է գործարկել Եվրոպա Clipper առաքելությունը, տիեզերական սարք, որը կուղևորվի Յուպիտերի սառցեհար բանյակ Եվրոպայի մանրամասն ուսումնասիրության համար։ Գիտնականների կարծիքով նրա սառցածածկ մակերեսի տակ կա մի ամբողջ օվկիանոս, որտեղ կարող է լինել կյանքի համար հարմար պայմաններ։ Արագանավը անցնելու է մոտ 1.8 միլիարդ մղոն, հասնելու Յուպիտեր 2030 թվականի ապրիլին։